Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր հոկեբան Կարինե Նալչաջյանն է։ Բարև ձեզ Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով Տիկին Նալչաջյան, օրերս քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էթիկայի կանոնագիրք է ընդունել, որով կուսակցության ներկայացուցիչները պարտավորվել են վիրավորանքներից եւ անձնական թիրախավորումներից զերծ մնալ, ավելին, երբ անգամ իրենց են հայհոյում, իրենք նույն ձևով չպետք է պատասխանեն։ Թվում է, թե սա բավականին ողջունելի որոշում է, բայց մենք հիշում ենք, որ այս ամենը այս երևույթները հենց իրենց օրոք են Հայաստանի քաղաքական դաշտում լայն կիրառություն ստացել, չհիշեցնեմ Փաշինյանի հայտնի հայհոյախառն գրառումները, որոնք անգամ Facebook-ներ արգելափակել։ Ինչ եք կարծում, ինչն է ստիպել ՔՊ-ին նման կանոնագիր կընդունել եւ ամենակարևորը նրանց կհաջողվի հետեւել իրենց իսկ կողմից ընդունված կանոններին։ Գիտեք, տեսեք, դուք այդ փաստը ներկայացնում եք, ես ինչ եմ մտածում, այս ուր է հասել մեր պետությունը, որ պետության ղեկավարները, փաստորեն, այդ առաջին շարքերում գտնվողները ըստ էության ընդունում են, որ իրենք հայոյախոսներ, զազրախոսներ են, կեղտաբերաններ են, այսպես ասած, եւ մի գեղեցիկ օր մեզ բոլորիս խոստանում են, որ իրենց բերանները, այսպես ասած, մաքուր կպահեն սրանից հետո, հիմա հավատալ թե չհավատալ։ Գիտեք ինչ, այսօր ինչ տեղի է ունենում արդեն նախընտրական տրամաբանության մեջ։ Մենք սա նույնպես իմ կարծիքով պետք է դիտարկենք, այս քայլը իրենց կողմից, մեզ այդքան խնայելու են, խոսք են տալիս, սա նույնպես պետք է դիտարկել նախընտրական տրամաբանության մեջ։ Բայց արդյոք հայոյախոսը, անդաստիրակը կարող է մի օր որոշել, որ ինքը այլևս այդպեսին չի լինելու եւ դա իրականություն դառնա։ Գիտեք, ինչ որ չափով կարող է, բայց եթե հայոյախոսությունը, այդպիսի տրամաբանությունը, այդ ոճը, եթե իրենցն է, իրենք ապրել են, գիտեք, արդեն այդքան էլ երիտասարդ չեն ըստ էության, արդեն 40-40-անց մարդիկ են նաեւ։ Հիմա եթե իրենք ամբողջ կյանքը ապրել են այդ ոճով, եթե ուրեմն միջանձնային փոխհարաբերություններում իրենց զենքը դա է, ուրեմն ես կարծում եմ, որ կարող է իրենց զուս պահեն մի փոքր մինչև ընտրությունները, որպեսզի մարդիկ ասեն, տեսակ, ինչ քաղաքավարի են, այլևս չեն կրթվել են օրինակ, կրթվել է պարզվեց նորաձևը եւ իրենք որոշեցին, դե իրենց համար նորաձև է երևի, որ այսօր որոշեցին, բայց այսպես ասեմ, բուն ընտրությունների շրջանում սա կկարողանան պահել, որ ասում եմ նախորդ քարոզարշավը էլի հայհոյանքների տեղատարափ էր, Փաշինյանի խոսքերը ես չմեջ բերեմ։ Գիտեք, հնարավոր է, որ ինչ որ չափով իրենց ուս պահեն, ինչ որ չափով, բայց այստեղ իրենք մի հատ ծանոթ հետև կասեն, արդեն երբ ընտրության այդ բովի մեջ լինեն, իրենք մի հատ ծանոթ հետև կանեն, կտեսնեն նպաստավոր է արդյոք այդքան քաղաքավարի խոսք ձևակերպելը, թե իրենց համար ավելի նպաստավոր է, եթե անցնեն իրենց իսկական բուն, բնական ոճին, եւ հնարավոր է, որ ուրեմն չդիմանան եւ համարեն, որ դա ավելի շատ իրենց համար նպաստավոր է, քան թե աննպաստ, որտեղ եկեք մենք խոստովանենք, որ մեր հասարակության մեջ կա որոշակի շերտ, ում ականջին այդպիսի ուրեմն խոսելաձևը, այդպիսի խոսքի այդպիսի մշակույթ, այսպես ասած, հոգեհարազատ է։ Իսկ ինչով եք սա պայմանավորում, Տիկին Նալչաջյան, կարծես թե սա պետք է մեր հասարակությանը հարիր երևույթ չլիներ, բայց մենք տեսնում ենք, թե ինչ արձագանք են նման երևույթները գտնում մեր հասարակության շրջանում, ցավոք սրտի իհարկե։ Գիտեք ինչ, այսպես ասեմ, մի հայտնի ասույթ, որին ես ըստ էության համաձայն եմ, սովորությունը երկրորդ բնավորությունն է։ Եթե մարդիկ սովոր են, լսել եւ շատ կարեւոր է թե ումից են լսում։ Տեսեք, հոգեբանության մեջ կա այսպիսի մի երևույթ, հոգեբանական նույնացում բարձր ստատուս ունեցող մարդկանց հետ։ Ուրեմն, եթե բարձր հասարակության մեջ բարձր դիրքեր գրավող մարդը իրեն պահում է, ասենք, այսպիսի ձևով, լավ կամ վատ, ապա հասարակությունը ավելի ցածր ստատուս ունեցող մարդիկ, իրենք հակված են կրկնօրինակել մոդելը։ Եթե իշխանության գլխին կանգնած են իսկապես կիրթ, իսկապես, չգիտեմ,
ինչ որ դրական հատկանիշներ ունեցող, հա, միջանձնային փոխհարաբերություններում, չգիտեմ, ավելի դաստիարակված կեցված բոլոր թերություններով հանդերձ, բայց բարոյական մարդիկ։ Այո, ուրեմն պետք է սпасել, սա հոգեբանական օրինաչափություն է, որ հասարակությունը ինքը նույնպես կնմանվի, ահա այդ առաջին գծում խաղացողներին, այսպես ասած։ Հիմա, եթե արդեն գիտեք 8 տարին քիչ ժամանակ չէ։ Եվ դրանից առաջ էլ եթե մենք նայում ենք մեր պարլամենտական ուրեմն խոսքը մենք միշտ էլ քննադատել ենք, հա, տեսեք ինչ մեկ էլ փսի բառեր են օգտագործում են, փսի արտահայտություններ, իսկ հեղեղը սկսվեց այդ չարաբաստիկ 18 թվականից հետո եւ ուրեմն համատարած բնույթ չուներ այս միտումները։ Մեկ երկուսը գուցե հայհոյեն, բայց որ ազգային ժողովում միմյանց հայհոյեն, ծեծկրտուկ սարքեն, ես չեմ հիշում, իհարկե։ Եթե ինչ որ մեկը ինչ որ հայոյախառն ինչ որ մի բան պահանջում էին մանդատը վայր դնել։ Այո, մամուլը թնդում էր ժողովուրդը, այսպես, հա, չգիտեմ, զայրանում էր, թե ինչպես կարելի է, բայց հիմա դա այնքան սովորական դարձավ, որ մարդիկ նույնիսկ ինչ որ մի շերտ կա, դա հիմնականում այն շերտն է, որ դերևս շարունակում է հույսեր կապել այս իշխանությունների հետ, իրենցից նույն ոճն է ուզելու։ Այդ շերտը, որը իր սոցիալական հենարանն է, այդ ոճին է սпасելու եւ վերադառնալով ձեր հարցին, ես չեմ բացառում, որ ընտրությունների արդեն են թողուբուհի շրջանում, հիմա դեռ նախընտրական է, չէ՞, տրամաբանությունը, թողուբուհի շրջանում իրենց բնական վիճակին կարող են։ Երբ սկան ձայներ են կորցնում։ Այո, երբ սկան, որ իրենց սոցիալական հենարանը, որը դա է պահանջում, իրենք այդ կերակուրը չեն տալիս, սոցիալական հենարանը իրենց կարող է լքել։ Եվ ամենակարևորը խոստովանեցին, որ հենց ԿՊՆ է այս բոլոր երևույթները մեր քաղաքական դաշտ ըստ էության սա խոստովանություն է, սա ինքնախոստովանություն է, ըստ էության վատ չի, ինքնախոստովանությունը բոլոր դեպքերում լավ։ Տիկին Նացիա ջան, անդրադառնանք հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին, որին արդեն մի շարք հոգևորականներ են միացել, ովքեր պահանջում են վեհափառ հայրապետի հրաժարականը։ Այս հոգևորականների շարքում կային այնպիսիները, ովքեր նախորդ տարիներին բարեվարկությամբ առանձնապես աչքի չեն ընկել, սկանդալների կիզակետում են հայտնվել, խոսքը մասնավորապես Նավասարդ Կճոյանի մասին է, որին գիտենք նույն Փաշինյանը ինչ որակումներ էր տալիս ժամանակին։ Ինչ հետևություններ պիտի անի մեր հանրությունը այս ամենից եւ նույն Փաշինյանի աջակիցների շրջանում։ Սա իր, այսպես ասած, տրամադրությունների, մտադրությունների անկեղծության հարցում կասկածներ չպիտի առաջացնի։ Ուրեմն շատ ցավալի երևույթ է, ես այս ցավալի բառը շատ եմ լսում այս իրադարձությունների հետ կապված շատ հարգարժան մարդկանց շուրթերից, իսկապես շատ ցավալի է, որովհետև եկեղեցին ունի սրբության այդ չէ երանգը իր մեջ, եւ եթե մենք տեսնում ենք, որ կան եկեղեցու հայրեր, այսպես ասած, որոնք ամենևին էլ նվիրված չեն եկեղեցուն, ամենևին էլ ըստ եկեղեցու ներքին կարգ ու կանոնի չեն ապրում եւ նույնիսկ այսօր իրենց թույլ են տվել կանգնել, հա, այսօրվա իշխանությունների կողքին, այսօրվա ազգադահ իշխանությունների կողքին եւ եկեղեցու հիմքերին են ուրեմն հարվածներ հասցնում այն եկեղեցու, որի մասնիկը իրենք են ըստ էության։ Սա ուրեմն շատ վտանգավոր եմ ես համարում, շատ վտանգավոր, բայց մյուս կողմից նաև ես համամիտ եմ այդ տեսակետին, որը հնչում է, սա մի տեսակ ոնց որ պարզություն մտավ, հա, պարզաջրվեց, ինքնամաքրում։ Եթե մենք կարող ենք ասենք այս կամ այն սրբազանի հոգևորականի մասին ուղղակի ինչ-որ բաներ լսել, մտածել, որ բամբասանքներ են, ոչ, իրականությանը չի համապատասխանում, հիմա այսպես սկուտերի վրա իրենք իրենց մատուցեցին։ Եվ գիտեք ինչն է ցավալին, որ սա անձամբ, եթե ասում են կաթողիկոսի դեմ է, նախ դուք ձեր նաև եկեղեցական ներքին կարգ ու կանոնով դուք շատ լավ գիտեք, որ դուք իրավունք չունեք կաթողիկոսի հրաժարական պահանջելու, այնտեղ լրիվ ուրիշ օրենքներ են գործում, չէ՞, պետությունը անջատ է եկեղեցուց միջամտելու իրավունք չունեն գործերին։ Եվ նույնիսկ իրենք ներսից, ես որքան հասկանում եմ, այդպիսի կանոնակարգեր գոյություն չունեն, հա, հրաժարական, չգիտեմ ինչ։ Հիմա սա մենակ եկեղեցու հետ չի կապված։ Եկեղեցին իհարկե մեր ինքնության հիմնական սյուներից մեկն է։ Այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, որոնք այսօր դեմ են դուրս եկել եկեղեցուն եւ եկել կանգնել են ազգադավ իշխանության կողքին,
իրենք ոչ միայն տիրադավներ են, հա, այդպես իրենց բնորոշվեց եւ շատ դիպուկ է բնորոշումը։ Իրենք ոչ միայն եկեղեցադավ են, իրենք հայրենադավ են ընդհանրապես, որովհետեւ ում կողքին ես կանգնել, ով հայրենիքդ, այսպես մատուցում է թշնամուն, ով պահում է իրեն այնպես, ինչպես նույնիսկ չխորանանք, այնքան տեսանելի է արդեն իշխանությունների պահվածքը, հայրենիք չունեցող, հա, թշնամու առաջ կռացող ու սոացող, այնպես որ սա ես գնահատում եմ որպես ընդհանրապես ոչ միայն տիրադավություն եւ եկեղեցադավություն, այլև հայրենադավություն ընդհանրապես։ Դուք չգիտեք, թե ինչ կորուստներ ենք մենք ունեցել։ Գիտեք ինչ, այստեղ ասում են, որ ինչով կարող էր իշխանությունը իր կողմը կոմպրոմատների մասին են խոսում, կոմպրոմատների մասին։ Եկեք չբացառենք, որ ասենք ինչ որ բաներ այս մարտիկ ունեն, ինչ որ մոտիվներ պիտի ունենային, որ գային եւ կանգնեին, չէ՞։ Հիմա այսինքն իրենց փորձել են ինչ-որ խայտարակություններից փրկել, բայց եկեք մի հատ փորձենք հասկանալ, արդյոք իրենց խայտարակությունից կփրկեն, եթե իրենց թիկունքի ետևում ինչ-որ արարքներ կան, որոնք ամոթալի են, հա, իրենք միթե անկեղծորեն հավատում են, որ Փաշինյան Նիկոլը իրենց այդ գաղտնիքները այդպես պահելու է, հա, եւ հասարակության սեփականությունը չի դարձնելու, եթե մի օր դա իրեն պետք լինի։ Այսինքն տեսեք, իրենք ստանում են եւ խայտարակությունը, եւ դավաճանի պիտակը, այդ դավաճանի այդ ստիգման, հա, խարանը իրեն ճակատին է դրոշվում, եւ եթե իրենք միայն այդ կոմպրոմատներով հա դրա այդ խայտարակության մեջ լինեին կամ չգիտեմ դրա ամոթի ինչ ով ինչ մենք այդ մասին դեռևս այսպես մենք չգիտենք, բայց գիտեք ինչ մարդկայնորեն ավելի թերևս հեշտ կլիներ ժողովրդի հասարակության համար իրենց ներել հասկանալ ինչ որ մարդկային թուլություններ, հա գուցե, քան թե այս հայրենադավությունը, որի մեջ իրենք հատախվեցին եւ որից, չգիտեմ, դուրս գալ արդյոք հնարավոր է։ Բարդ է լինելու առնվազն։ Շատ մեղմ ասած։ Մենք կոմպրոմատների մասին ենք խոսում, շատերի դեպքում սա հասկանալի է, բայց օրինակ այդ հոգևորականների շարքում էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազյանը, ընդ որում սա այն դեպքում, երբ վեհապարը Արցախի թեմը չլուծարեց եւ այս հակաեկեղեցական արշավն էլ մեկնարկեց այն բանից հետո, երբ նա Շվեյցարիայում իր հայտնի ելույթի ժամանակ Արցախի հարցը բարձրացրեց, ժողովրդի վերադարձի իրավունքը եւ այսպես շարունակ։ Եվ Ադրբեջանը արտահայտվեց եւ շատ սինխրոն արտահայտվեց Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները սկսվեցին։ Այս ամենի համատեքստում որքանով է Վրթանես Սրբազյանի արարքը տեղավորվում բարոյականության սահմաններում եւ ըստ նրան ինչն է դրթել նման քայլի։ Գիտեք, ես կդժվարանամ շատ կոնկրետ պատասխաններ տալ, բայց այս ամբողջ ուրեմն arczepiskoposների եւ եպիսկոպոսների, հա, այդ շարքի մեջ միշտ առաջին ավելի ցցուն երևում է այո Վրթանես Սրբազյանի կերպարը, որովհետեւ ինքը զուգորդվում է Արցախի հետ, կորուսյալ Արցախի հետ եւ իսկապես վեհապարը չի ցրել թեմը, այսինքն պահպանել է այն օղակը, որը կար, սա նաեւ հույս է միտված դեպի ապագան։ Ես չգիտեմ ինչ պիտի թաքնված լինի, ինչ, չգիտեմ, ուժեր պիտի ներգործած լինեն իր վրա, կամ ինքը ինչի մեջ պիտի թաթախված եղած լինի, որ ինքը գնա այս քայլին։ Գիտեք ինչ, տեսեք, այստեղ ես նորից ուզում եմ հոգեբանական օրինաչափությունների մասին խոսել։ Շատ նույնիսկ տարածված է այսօր այդ կոգնիտիվ դիսոնանս են ասում, իմացական ներդաշնակություն։ Գիտեք ինչ, եթե մարդը առաջին քայլը կատարվում է, թաթախվում է ինչ որ մի գործունեության մեջ, ինչ որ մի արարք է կատարում, որը դեմ է իր կերպարին առհասարակ, իր անցած կյանքին, իր կայուն դիրքորոշումներին, սա կոչվում է ուրեմն ներքաշման ողբերգություն։ Եվ ես տեսնում եմ, որ այս օրինաչափությունը շատ լավ կիրառվում է թշնամական ուժերի կողմից։ Ստեղծում են իրավիճակ, երբ մարդը ինչ որ պատճառներով ստիպված է լինում, այդ որոշումն է կայացնում, որ կատարի մի քայլ, որը դեմ է իր, ասենք, կերպարին առհասարակ, ինքնության ուրեմն իր որակներին առհասարակ։ Մտածում է դե լավ, հա, ինչ որ ես մի բան անեմ, որ ինչ որ ազատվեմ ավելի գուցե ինչ որ հարվածներից, որ իր համար ավելի ցավալի է թվում։ Հիմա օրինաչափությունը հետեւյալն է, երբ դու անում ես առաջին քայլը, դու արդեն ներքաշված ես։
Որովհետև դու սկսելու ես արտարացումներ գտնել քո այդ քայլի համար։ Չէ՞ որ քեզ քո դեմ հարցեր են դնելու։ Նույն Արցախի թեմը դատապարտեցնել արարք։ Այո, այս ինչ ես անում։ Ես ինչու ես այսպես անում։ Եվ այս դեպքում ներքաշված մարդը ինչ է անում։ Սկսում է ինչ որ արտարացումներ, մի մասը հասկանալի, մի մասը անհասկանալի, մի մասը վստահ ուրեմն ձևով ասված, մի մասը կմկմալով ասված, եւ ինքը արդեն այնտեղ է։ Եվ նաև հասարակության աչքում իր կերպարն է արժեզրկվում։ Այո, եւ ինքը արդեն այն մյուս խմբի անդամ է, եւ ինքը կարող է նույնիսկ ավելի նվիրյալ անդամ լինել, այդ մյուս խմբի, որի մեջ նոր մտավ, նեոֆիտներ են կոչվում, նորահավատներ են կոչվում։ Առանձն կճոյանների դասին Այո, հավասարվեց։ որոնք ավելի ոգևորված կսկսեն պաշտպանել, այդ հակառակ դիրքորոշումը, այս դեպքում հայրենադավ դիրքորոշումը, այնպես որ ցավոք սրտի այն ուժերը, որոնք մեզ հետ աշխատում են, իհարկե այս մեր ներկա իշխանություններ իրենք ուղղակի կատարողներ են, այն ուժերը, որոնք աշխատում են, ցուցումներ են տալիս, ուղղորդումներ են տալիս, իրենք այս օրինաչափությունները լավ գիտեն եւ այս եպիսկոպոսները եւ arczepiskopos-ները ցավոք սրտի իրենք ներքաշված են արդեն ներքաշված են եւ իրենց կերպարները փրկելը շատ բարդ է լինելու, եթե չասենք անհնարին։ Տիկին Նացաջյան, Արցախից խոսեցինք։ Օրերս կառավարության կայքում բանակցային մի շարք փաստաթղթեր հրապարակվեցին։ Իհարկե դրանք ամբողջական չէին, բայց հստակ արտացոլում են, թե բանակցություններով մեզ ինչպիսի կարգավորում էր սպասվում նույն Արցախի հարցի վերաբերյալ։ Գիտեք, 44 օրյա պատերազմից հետո այս իշխանությունները հայտարարում են, որ տարբեր տարեթվերից սկսած Արցախը հայկական լինելու շանս չուներ, հանձնված էր։ Մի դեպքում դա 91 թվականն է, մյուսում 94, 96 եւ այսպես շարունակ մինչեւ 2011-16։ Ինչով եք պայմանավորում այս երևույթը, որ ամեն անգամ տարբեր տարեթվեր են նշում, առավել համոզիչ չէ լինի, եթե նրանք օրինակ մի հստակ տարեթիվ նշեն, որ այս թվականից հետո, որը հասարակության համար ավելի հստակ եւ համոզիչ կլիներ։ Գիտեք ինչ, այո, թերևս այդպես, բայց եկեք մենք ուրեմն հարցին մոտենանք հետևյալ կողմից։ Սա զուտ մասնագիտական, դիվանագիտական բնագավառ է։ Օրինակ ասենք ես ինքս բնականաբար ինձ կոմպետենտ չեմ համարում, այս հարցում։ Բայց տեսեք, ինչն է այստեղ կարևորը մարդկանց համար։ Սովորական շարքային քաղաքացին, տեսեք դուք ասենք նկատում եք, շատերը նկատում են, որ իրենց ասածները իրար հետ չեն բռնում, մեկ այս թիվն են ասում, մեկ մյուս թիվն են ասում, բայց շարքային քաղաքացին այդքան չի խորանում։ Ինքը մենակ իր համար ընկալելի է դառնում նախկին իշխանությունները։ Եվ տեսեք, քանի որ ինքը շատ լավ ներքաշված է եղել այդ նախկիններին հեռացնելու, դրա մեջ համենայն դեպս այն շերտը, որ ներգրավված եղել է, ես շատ դեմ եմ այն մտքին, որ բոլորն են ներգրավված եղել։ Ոչ, բոլորը ներգրավված չեն եղել, բայց իհարկե մի զգալի շերտ մեր հասարակության ներգրավված է եղել ելնելով ինչ-որ լավ նպատակներից, արտարության հաղթանակ, չգիտեմ սա, նա, հիմա մարդկանց համար իրենց դիրքորոշումը պահելու համար, որ նախինները վատն էին, ես դրա համար էի հրապարակ դուրս եկել թռվռում էի, այնտեղ հեղափոխություն էի անում իմ կարծիքով։ Սա գալիս է իրենց եսը մի տեսակ մի քիչ ամրապնդելու, որ ես չէ, ինձ այդքան էլ հնարավոր չի խապել, այ տեսեք նախկինները այսպես։ Բայց գիտեք, կան բաներ, որոնք երբ բախվում ես իրականության հետ, դու ուղղակի չես կարող հակառակն ասել։ Հիմա նույնիսկ այն փաստաթուղթը, որքան ես տեղյակ եմ, որ հրապարակեցին, դա կիսատ պռատ է։ Եվ մասնագետներին երբ լսում ես, դու հասկանում ես, որ ուրեմն եթե ամբողջովին, ամբողջապես այդ փաստաթղթային հիմքերը ներկայացնեն մեզ, եւ մենք կարողանանք իսկապես կողմնորոշվել, մենք կտեսնենք, որ մեր բանակցային գործընթացը այնպիսի ուրեմն մեզ համար շատ նպաստավոր կետերի էր հասել, որ այս իշխանությունների հիմնական միսիան եղել է ըստ էության այս բանակցային, այս մեր առավելությունները, բանակցային այն ուրեմն շահեկան հարցերը, կետերը, որոնց հասել էին մեր բանակցողները, դրիվ ծալեր մի կողմ դնել եւ ինչպես ինքն է ասել ժամանակին, ամեն ինչ սկսել զրոյական կետից։
Այսինքն Արցախն էլ թոք էր մեր վզից, որին իրար շնորհիվ մենք ազատվեցինք ճակատավոր։ Եվ եկեք մենք չմոռանանք, հա, իր հիմնական հայտարարությունը որն է, ինքը այնպեսի լուծում էր ուզում գտնել, որ շահեկան կլիներ, ընդունելի կլիներ եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի համար։ Ուղղակի սա անհետեթության ժանրից է, սա հերթական, այս մանիպուլյատիվ, ուրեմն մոտեցումներն էին եւ իրենք փաստորեն այն միսիան, այն առաքելությունը, ինչի համար եկել էին, իրենք արել են։ Հիմա կիսատ պրատիչ որ բաներ են ցույց տալիս, բայց գիտեք ինչ, արդեն հնարավոր չէ նույնիսկ միջին վիճակագրական քաղաքացին արդեն հասկանում է, որ մի բան այստեղ այն չէ, որ ինքը խապված է բոլոր ուրեմն ֆրոնտներում։ Ստայինների խառնաշփոթն էլ անում են, որ մարդիկ իրական ճշմարտությունը հնարավորինս ուշ հասկանան կամ չհասկանան հնարավորության դեպքում հավանաբար։ Այո, տեսեք Դավիթ ջան, գիտեք, եթե ինֆորմացիան շատ է, օրական դու մի բան, նույն բանի մասին մեկ սա ես լսում, մեկ այն մյուսն է լսում, մեկ մյուսը, մի հարված այսօր, չգիտեմ, դիմացից է ստանում, մի հարված թիկունքից է ստանում, ինչ որ տարօրինակ, զավեշտական, նվաստացուցիչ ինչ որ բաներ, մարդը սկսում է ուրեմն քաոսի մեջ նվել, հա, իր միտքը քաոտիկ է դառնում, վերլուծական ուրեմն հնարավորությունները սկսում են թուլանալ, որն է ճիշտ, որն է սուտ, մոռանում են, ասենք թե մի քանի օր առաջ ինչ էր ասել, օրինակ ես շատ լավ հիշում եմ, որ որոշ ժամանակ առաջ Փաշինյան Նիկոլը այսպեսի մի արտահայտություն էր արել, որ եկեղեցականներին ծնկի են բերելու։ Հիշում եք, այսպեսի մի արտահայտություն եղել էր բավականին ժամանակ առաջ։ Այսինքն, տեսեք, եկեղեցու հետ կապված իր դիրքորոշումները բավականին կայուն են եւ ինքը ուղղակի թերևս սпасել է հարմար պահի հրահանգի դրսից եկող թշնամական ուրեմն ճամբարից եկող։ Դե իրենց իշխանության առաջին իսկ օրվանից էլ հիշում ենք տխրահռչակ նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը, որը վեհարաներ ներխուժել, վեհապարի վրա էին հարձակվել, թեպետ սկզբում հերքում էին, որ իրենց հետ սա կապ չունի, բայց փաստերը այլ բան են ցույց տալիս։ Իհարկե, եւ ահա ուղղակի այս պահին հրահանգ ավելի հստակ ստացան եւ շարունակում են անել։ Այնպես որ մեր ժողովուրդը, գիտեք, մի տեսակ այսպես գիտակցությունը մշուշված է, ահա այդ հարվածներից, որ մենք ստանում ենք, ինֆորմացիոն, այդ ստի, այդ ամբողջ, այս սուտը, մյուս սուտը, մարդը հետ այսպեսին է, երբ քեզ մի բան ասում են, դու հակված ես հավատալ։ Չէ, երբ մարդիկ իրար հետ շփվում են, դիմացին քեզ ինչ որ մի բան է ասում, դու հակված ես հավատալ։ Հիմա, հետո երբ մինչև դու սկսում ես կասկածել, մինչև ինչ որ փաստեր համադրում ես, տեսնում ես, որ մի բան այն չէ։ Մինչև դու գլխի ես ընկնում, որ սուտ էր, այս մարդը մի հատ ուրիշ սուտ է ասում։ Նույնը այստեղ դաշտը լցնելով։ Նույնը եւ մարդու գլխում խառնաշփոթ է առաջանում, հա, սա հոգեբանական հարված է մարդուն, հա, մարդու գիտակցությանը։ Այնպես որ այդ քաոտիկ վիճակում իսկապես դժվար է կողմնորոշվելը, բայց ուղղակի այսօր արդեն այնքան բաց քարտերով է այս խաղը ընթանում, նվաստացումները այնքան շատ են, հա, ամեն քայլափոխին, որ չգիտեմ, արդեն պետք է ուղղակի աչքերդ փակ լինեն, որ չտեսնես ժողովրդական համատարած տրամադրությունները։ Մենք մոտենում ենք նաև 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, քաղաքական դաշտում արդեն իսկ ակտիվ վերադասավորումներ են սկսվել, եւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի կուսակցության մի շարք ազդեցիկ ներկայացուցիչներ այլևս չեն ցանկանում ընդգրկվել ԿՊ-ի ցուցակում եւ դուրս են գալիս քաղաքականությունից։ Ըստ ձեզ ինչով է այս երևույթը պայմանավորված։ Վերջիններս չեն ցանկանում տեղ գտնել խորտակվող նավում, թե այստեղ այլ միտումներ էլ կարող են լինել, որոնք մեզ համար տեսանելի չեն։ Գիտեք ինչ, այս հարցին նստակ պատասխանելու համար պետք է այդ ԿՊ-ի ներքին խոհանոցին ծանոթ լինել, ինչը, չգիտեմ, անձամբ ինձ համար փակի առանձնապես չի ելուզի, այդպես խորամուխ լինել այդ երևույթի ներսում, հա, կարող է պատահի դա լինել, կամ էլ կարող է պատահի, որ դա լինի այսպես ցուցադրական, որ տեսեք, այս մարդուն չեք սիրում, այս մարդուն չեք հավանում, ինքը չի լինելու։ Հա, ես չգիտեմ այնտեղ ինչ խմորումներ են, այնտեղ ինչ շահեր են բախվում, ով է դնում իր տեխնացությունը, ով չի դնում, ում է թույլատրվում, ում չի թույլատրվում, բայց ամենայն դեպս ուրեմն նաև մենք կարող ենք ասել, որ այդպես էլ չի, որ շատ միատարր է ներսում, որովհետև այն ինչի մասին մենք խոսում ենք, այդ հասարակական տրամադրությունները, արդեն այդ բացված ակնհայտ խարդավանքը, որի մեջ հայտնվել է հայ ժողովուրդը այսօր, դա իրենց համար էլ է տեսանելի։
իրենք են հասկանում, որ իրենք այն սոցիալական հենարանը մեղմ ասած չունեն, որին կարողացել էին, հա, այսպես խապեյությամբ եւ այլն ստեղծել եւ ամուր կանգնած էին դրա վրա։ Իրենք դա տեսնում են եւ գուցե ինչ որ մարդիկ չեն ցանկանում այլևս անցնել այդ ճանապարհը, որովհետեւ վտանգ են զգում, իրենց անձի համար վտանգ են զգում։ Գիտեք, քպիականը մի արարած է, ում համար ամենաթանկ բանը այս աշխարհում իր նվաստ ուրեմն անձն է եւ թեկուզ իրենց անձի անվտանգության, հետագա բարօրության այդ տեսակետից ելնելով գուցե ինչ-որ մարդիկ նաեւ փորձեն ուրեմն ներգրավվել հա այս process-ների մեջ։ Մենք նաեւ հիշենք, որ այսպիսի ուրեմն դրվագներ են եղել, երբ ինչ-որ մարդիկ, նույն падգամավորներ եւ ինչ-որ կառավարության հա աշխատողներ ցանկացել են ուրեմն դուրս գալ եւ նրանց թույլ չի տրվել դուրս գալ, չէ՞։ Նույն կոմպրոմատային, այո, մենք կաշտում ենք լրատվությունը անդադասում է։ Հիմա այնպես որ ես չգիտեմ այնտեղ ինչ խմորումներ են տեղի ունենում, բայց մենք տեսնում ենք, որ ինչ որ ձևով այսպես կազմի որոշակի փոփոխություն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Այդ ուրեմն խումբը, այդ ուրեմն կուսակցությունը այն է, ինչ եղել է, կա եւ կլինի։ Եվ Տիկին Նալչաջյան, այս տարիներին մեր հասարակության մեջ պառակտումները եւ ներքինատերությունը չափազանց խորացել է, անգամ բարեկամ մարդիկ քաղաքական հայացքների պատճառով սկսել են միմյանց հետ շփվել, իրար չբարևել, ինչը Հայաստանի նախորդ ոչ մի իշխանության պարագայում տեղի չէր ունեցել անկախ քաղաքական հայացքներից։ Եթե պատճառները մի կողմ թողնենք, որոնք առավել քան ակնհայտ են, իշխանափոխությունից հետո առաջնահերթ ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն այս ամենին վերջ տալու եւ մեր ներքին հասարակական համերաշխությունը վերականգնելու համար։ Եթե դա Աստված լինի իշխանափոխություն եւ իշխանության ղեկին կանգնեն մարդիկ, ովքեր պետության շահին նվիրված գործունեություն կծավալեն, ովքեր կլինեն պրոֆեսիոնալ եւ նախանձախնդիր երկիրը հա այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար, ես կարծում եմ, որ մենք կունենանք արագ արդյունք։ Ինչու է ես այսպեսի համոզմունք հայտնում, որովհետև տեսեք, նորից եթե ես անդրադառնամ հոգեբանական օրինաչափություններին, ուրեմն մենք կարող ենք ասել, որ ահա տեսեք այդ պառակտումը եւ այլն, դա ինչ է նշանակում, որ հոգեբանորեն մեր հասարակությունը թուլացած է։ Սա հոգեբանական թուլացման մասին է խոսում։ Հիմա բանից պարզվում է, որ հասարակական մակարդակում այսպիսի հոգեբանական թուլացումները, տկարացումները եւ այլն, իրենք շատ արագ շտկելի են։ Եթե մենք ունենանք, տեսնենք, որ մեր ուրեմն երկրի կյանքում տեղի են ունենում դրական փոփոխություններ, եթե տեսնենք, որ ազնիվ հայրենանվեր մարդիկ են կանգնած ուրեմն երկրի ղեկի մոտ, շատ արագ հասարակական տրամադրությունները կփոխվեն։ Քաղաքացին կրկին ղեկավարին կընդօրինակի, ինչպես էստեղ ունեն։ Նաեւ դա, եւ գիտեք, պարզվում է, որ տեսեք հոգեբաններս մենք ուրեմն գործ ունենք անընդհատ մարդկանց հետ, ովքեր ներքին տառապանքներ ունենում, հոգեկան աշխարհը թուլացած է եւ ունենք մենք մեր որոշակի այսպես զինանոցը, որով աշխատում ենք այդ մարդկանց հետ, բայց պարզվում է, որ անհատ մարդու կյանքում դրական փոփոխություններ առաջացնելը, անձը ուժեղացնելը, նևրոտիկ սիմպտոմատիկայից մարդուն ազատելը եւ այլն, դա շատ ավելի երկարատև ու ծանր գործընթաց է, քան թե հասարակական նևրոտիկ վիճակները, հասարակական հոգեբանական թուլությունները, մի, այսպես ինչ ասեմ, թթվածնի, այսպես մի հատ ներարկում, դրական ինչ-որ մի բան, որ մարդիկ կտեսնեն, կհասկանան, դուրս կգան ինքնախապեյությունից նաև այն շերտը, որ դեռևս ինքնախապեյության մեջ է, եւ մենք կարող ենք շատ արագ հասարակական տրամադրությունների, հասարակական հոգեվիճակի շատ արագ փոփոխությունների կհասնենք, այո, ինչը իհարկե նաև շատ լավ թիկունք է այն առաջնորդների համար, ովքեր ազնվորեն, ուրեմն կաշխատեն իշահ Հայաստանի, եթե տեղի ունենա այդպիսի իշխանափոխություն։ Լավատես լինենք։ Իհարկե, այդտեղ լավատեսության հիմքեր կան։ Գիտեք, օրինակ ես ուզում եմ հիշատակել օրինակ Վրաստանի օրինակը, չէ, հենց որ ազատվեցին Սահակաշվիլիից, հիմա մարդիկ շատ կան մարդիկ, ովքեր տեղյակ են Վրաստանում, սկսած այն ապրանքների գներից, թոշակներից, հա, մարդկանց կենսամակարդակից եւ այլն, ակնհայտ փոփոխություններ կան։
կարճ էր չէ ժամանակը, Այո։ այդպես մեծ ժամանակ չի անցել։ Իհարկե այնտեղ էլ կան էլի ուրեմն խնդիրներ, օրինակ ասենք, չգիտեմ, այդ Բաթումի թրքացում եւ այլն, բայց ամենայն դեպս, եթե մենք շեշտը դնում ենք հասարակական հոգեվիճակի վրա, տնտեսական փոփոխությունների վրա, մարդկանց սոցիալական հարցերի ուրեմն լուծման վրա, մենք անպայման պիտի լավատես լինենք, Առաջընթացը տեսանելի է հարևան երկրի։ այո, հիմք ունենալով լավատես լինելու։ Շնորհակալ եմ Տիկին Նալչաջյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։ Կհանդիպենք։